Ինձ թվում էր անշարժ գույքի շուկայի մասին իմ պատմությունը այցեն ավարտվել է, բայց չէ, դեռ շարունակվում է։ Լիստեեմով մի պարոնի հարցում է արել բնակարան հետ կապված, արդյոք բնակարանը ազատ է օգոստոսի 12-ից մինչև օգոստոսի 30, այսօր այդ պարոնից վերջապես 3 շաբաթ ուշացումով պատասխան եմ ստացել։ Հարցումս նորից եմ կրկնում, օգոստոսի 12-ից օգոստոսի 30-ը բնակարանը ազատ է, թե ոչ, ինքը այսօր ինձ պատասխանել է, բնակարանը ազատ է սեպտեմբերի 4-ից 8-ը։ Հիմա նայում եմ, մտածում եմ, ինձ հետ է ինչ-որ մի բան նիտո, թե այս մարդկանց հետ է նիտո։ Ես քեզ բերան այնգեր հարցնում եմ օգոստոսի 12-ից 30-ը։ Սեպտեմբերի 4-ից 8-ը 4 օրով, դա մի ամիս ուշացումով, դրա հետ ինչ կապ ունել, ես ուղղակի ուզիչ համար որոշեցի սրա մասին բարձրաձայնել, որ ասում եմ մի քիչ տարօրինակ է Հայաստանում շատ բաներ չեք հավատում։ Հետո մի բան էլ ասեմ, ես տների հետ կապված, ժողովուրդ, ժամավճարով տունը որն է, որ բնակարանը նայում ես, երևի ամեն երկրորդ է, տեսու չասեմ, տրվում է ժամավճարով, բա դուք թասիբով ազգեք, բա դուք առաջի քրիստոնյա երկիրն եք, դուք պատիվ ունեք, դուք եսիմ, այդ շատ ներողություն, դա բնակարանն է ձեր, թե բոզանոց է։ Միացյալ Նահանգներում ժամավճարով տրվում է մոթելները, որքանով ես գիտեմ, կարծեմ մի ժամանակ տարիներ առաջ շատ մի 20-25 առաջ լսել եմ, որ 4 ժամով ժամավճարով տալիս էին 4 ժամ $40 արժեր, հիմա 20 տարուց ավել անց է, կարող է դառել նույն 4 ժամովը երևի մի $80, $100, նո պիտի հասցնեք, տեղավորվեք 4 ժամվա մեջ, բայց ժամավճարով Երևանում հայ բնակարան տալը որն է, էդ է ձեր սրբությունը, այդ որ ստից մայրիմ սուրբ ու բարի երգում եք, բան եք անում, տունը օջախը սրբություն է, բայց ձեր տունը թեկուզ ճիշտ արել եք բիզնես նպատակով, էդ էլի սրբությունն է, ձերն է, ձեր տունն է, ձեր օջախն է, ձեր օջախի մի հատված է, ձեր օջախներից մեկն է, ժամավճարով բաղնիքա, բոզանոցա, այդ ինչ է, այդ բարոյական արժեքը որտեղից։ Այնտեղից, որտեղ Շանթ Հարությունյանն է ասում, բարոյական արժեք չունեցող հասարակությունը, որտեղից նա հայրենասիրություն կամ ուրիշ արժեք ունենա։ Այսպես բաներ։ Եվ երկրորդը մի նորից մի բան հենց նոր լսեցի, Երևանից անմիջապես հաղորդում եմ։ Ուրեմն դպրոցներից, աշակերտներից խումբ, այո, մի դասարան գնացել է էքսկուրսիա, Դիլիջան, Սևան, խոսում էի դասղեկի հետ նոր, իմ զարմիկն է, շատ զայրացած էր, ասում եմ ինչ ա եղել, ուրեմն խմբավար էքսկուրսիայի խմբավարը Սևանում ասել է, որ այս լիճը առաջ կոչվում էր Գյոլչա, հիմա կոչվում է Սևան, ինչը զայրույթ է առաջ ասել և ուսուցչու մոտ և բոլոր երեխաների մոտ։ Սա նոր սերունդի գիդերն են, էքսկուրսավարները Հայաստանում, երևի Նիկոլի ԿԳՍՄ նախարարության ցուցմունքով այսպես են ներկայացնում, եթե այսպես ներկայացնում են հայ աշակերտներին Երևանից ժամանած, նույն ձևի կներկայացնեն Ռուսաստանից, ձեր սիրելի Եվրոպայից, Միացյալ Նահանգներից երևի զբոսաշրջիկներին, որ սա առաջ ադրբեջանցիքի Գյոլչա լիճներ, հիմա հայերը խլել են, անունը դրել են Սևան, բայց վաղ թե ուշ պիտի վերադարձնենք։ Այս սա է Հայաստանի այսօրվա իրականությունը, Հայաստանի այսօրվա ղեկավարությունը, ԿԳՍՄ նախարարությունը, քարոզը, էքսկուրսիաները և էքսկուրսիա վարելու որակը։ Լավ օր եմ ցանկանում բոլորիդ։ Աստված պահապան բոլորիդ։